Հաղորդման գործընկերներն են Optimum ստոմատոլոգիական կլինիկա, փորձառու եւ բազմաթիվ վերապատրաստումներ անցած, այդ թվում Եվրոպայում մասնագետներ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Առաջարկում ենք մեր ծառայությունները. իմպլանտացիա, իմպլանտատի տեղադրում անհրաժեշտության դեպքում վերականգնվում է նաեւ չբավականացնող ոսկրային հյուսվածքը, իմպլանտացիա բացակայող մեկ ատամի վերականգնման նպատակով առանց հարևան ատամները մշակելու, իմպլանտացիա բազմակի ատամների բացակայության դեպքում, իմպլանտացիա all-on-4 մեթոդով, ստորին եւ վերին ատամնաշարերի անշարժ կամուրջներով վերականգնում 4 իմպլանտատների վրա, մինի իմպլանտատների տեղադրում, որը հնարավորություն կտա ամրացնել ձեր շարժական պրոթեզները։ Օրթոդոնտիա, ցանկացած բարդության ատամների շեղումների ուղղում առանց տարիքային սահմանափակման, կիրառվում է միայն ժամանակակից բրեկետ համակարգեր, որոնցից են կերամիկական եւ մետաղական բրեկետներ, ինքնալիգատուրվող բրեկետներ, լեզվային բրեկետներ, անհրաժեշտության դեպքում կիրառվում են շարժական սարքեր։ Optimum, ձեր գեղեցիկ ժպիտը մեր նպատակն է։ Արբաթ կահույքի խանութ-սրահը շնորհավորում է ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ սահմանել է ամենամատչելի գները իր ողջ տեսականու համար։ Գնեք ննջասենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, ցանկացած աշխատասենյակի եւ տարածքի համար կահույք մեր սրահից եւ տնտեսեք ձեր գումարը։ Ընդունվում են նաեւ պատվերներ։ Չափագրումը անվճար է, ինչպես նաեւ գործում է ապառիկ վաճառք 0% կանխավճարով, անձնագրով եւ սոցիալական քարտով։ 2 տարի մարման ժամկետով։ Արբաթ կահույքի խանութ-սրահ։ ՀՍՑ Տիգրան Մեծի մեկ հանրախանութի հարևանությամբ։ Ձեր առաջին հաջողությունը երբ եք ունեցել, կհիշեք։ Հաջողությունը մի փոքր գլոբալ հասկացողություն է, նայած թե դուք ինչ հաջողության մասին եք խոսում։ Դուք հաջողություն ինչն եք համարում կյանքում։ Բնականաբար յուրաքանչյուր օրվա ընթացքում դու կարող ես հաջողություններ արձանագրել եւ ունենալ հաջողություններ։ Իսկ հաջողակ մարդ ես համարում եք։ Անկեղծ ասած, հաջողակ մարդ որպես այդպիսին ես կասեի, որ մարդ պետք է չարչարվի, որ հաջողակ լինի։ Այդպիսին հաջողակ մարդիկ չեն ծնվում։ Եվ նույնիսկ մարդը, երբ որ ծնվում է, արդեն սկսվում են այն դժվարությունները եւ իդեպ մարդը ծնվելուց էլ է դժվարությամբ ծնվում, պայքարով ծնվում եւ բնականաբար իր կյանքում ունենում է բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ պայքարներ եւ եթե կարողանում է այդ ճանապարհը ճիշտ անցնել, բնականաբար ես կասեի, որ ինքը կյանքում հաջողակ մարդ կարող է լինել։ Եթե կարիերայի առումով նայենք, դուք միշտ երիտասարդ տարիքում զբաղեցրել եք տարբեր պաշտոններ ու երևի ձեր բնագավառում այդ պաշտոնների առաջինն եք եղել տարիքային առումով։ Ինչով դա կբացատրեք, ձեր աշխատասիրությամբ չարչարվելով, թե կյանքը ձեզ նվերներ է անում։ Պետք է ասեմ, որ այս կարգի մի խոսք կա, 8 ժամ քրտնաջան աշխատելուց հետո դու կարող ես ղեկավար դառնալ եւ հնարավորություն կունենաս 14 ժամ քրտնաջան աշխատելու։ Բայց որ երևի հասկացաք ինչ եմ ասում, պետք է աշխատել, պետք է չարչարվել եւ ես համոզված եմ, որ քո աշխատանքը, քո չարչարանքը անպայման կնկատեն։ Ինչպիսի ղեկավար եք։ Պահանջկոտ, սկզբունքային, հետևողական։ Ինչը կարող է ստիպել ձեր սկզբունքների վրայով անցնել։ Ոչինչ։ Չեմ կարծում, որ նման բան կարող է լինել։ Իսկ դուք առհասարակ ղեկավարվում եք։ Մենք առաջնորդվում ենք աշխատանքի մեջ մեր գործառույթներով, բայց ղեկավարվել բնականաբար ոչ։ Ամբիցիաները ձեր կյանքում որտեղում են։ Պետք է ասեմ, որ ամբիցիոզ մարդ չեմ եւ երբեք ամբիցիաներով չեմ առաջնորդվում։ Կասեի առաջի տեղերին չի։ Ինչից եք վախենում։ Կոպիտ հնչի, բայց երևի անհասկացող մարդկանցից համենայն դեպս վախ
որպես այդպիսին հասկացողություն երևի թե չկա իմ մեջ, բայց կան խնդիրներ, որ դու վախենում ես, որ չկարողանաս դրանք լուծել։ Ինչի համար եք ափսոսում։ Ինչպես ասում են, արածներիդ համար մի ափսոս, չարածներիդ համար ափսոս, Ինչ չեք արել կյանքում, որ ափսոսում։ Ինչ չեն կարել, դեռ շատ նպատակներ ունենք, որ դեռ չենք կարողացի անենք, բայց ես ասեցի, որ ես սկզբունքային մարդ եմ, անպայման կհասցնեմ այն նպատակները, որ կա իմ կյանքում, իրականություն դարձնել։ Ինչի մասին եմ երազում, պարոն Նալբանդյան։ Ինչի մասին եմ երազում, նպատակներս իրականություն դարձնելու։ Ամենամեծ նպատակը կյանքում։ Մեծ է, նպատակները կարող է լինել խիստ անձնական, կարող է լինել աշխատանքային։ Այս պարագայում, որ մտածում ենք մեր նպատակների մասին, դա զուտ աշխատանքային է, որովհետև անկեղծ ասած մի փոքր սոցիալական լարվածությունը բոլորիս է անհանգստացնում եւ մենք փորձում ենք մեր աշխատանքի միջոցով ինչ-որ չափով նաև այդ լարվածությունը մեղմացնել եւ դա էլ դարձրել ենք մեզ համար նպատակ, բայց ես լավատես եմ եւ ես համոզված եմ, որ շատ դեպքերում նաև լավատեսությունն է հաղթում եւ մենք ի վիճակի կլինենք մեր լավատեսությամբ հաղթահարել նման խնդիրները նաև։ Ինչը կարող է հուսահատել ձեզ։ Հուսահատության պահեր իհարկե ունենում եմ, բայց երբեք չեմ հուսահատվում, որովհետև ես կարողանում եմ պայքարել, որովհետև ես կարողանում եմ ինքս ինձ հետ խոսել, ինքս ինձ հետ քննարկել, կարողանում եմ շրջապատիս հետ նաև քննարկել, լսել բոլորի կարծիքները եւ ընդհանուր առմամբ ճիշտ որոշում կայացնել։ Սա ինձ համար շատ կարևոր է։ Ինքս ինձ հետ խորհրդատություն եք կյանքում։ Ինձ համար բոլորն են խորհրդատու։ Ում խոսքով դուք առաջնորդվում եք։ Ում մոտ առաջինը օգնության եք գնում, եթե կարիք։ Շատ դեպքերում դու չես պատկերացնում, որ տվյալ անհատը կարող է քեզ խորհրդատու լինել, բայց յուրաքանչյուր օրինակելի քայլ, օրինակելի խոսք ինձ համար դա մեծ խորհուրդ է։ Մենք այսօր ամանոր է եւ պետք է խոսենք նաեւ ամանորի մասին։ Ինչ հիշողություններ ունեք վառ, որ այսօր այս պահին կհիշեք ամանորի հետ կապված։ Դարձ երևի բոլորի նման ես էլ ինչ-որ չափով ամանորը սիրում եմ հատկապես, որ ժամանակը առումով տանը ընտանիքիս հետ քիչ եմ լինում, սիրում եմ, որ այդ ամանորյան օրերը ինձ հնարավորություն են տալիս ավելի շատ լինել իմ ընտանիքում եւ շատ բաներ պարզ է դառնում այդ ամանորյա օրերին, որովհետեւ ժամանակը թերիքում է ընտանիքի անդամների հետ կիսվել։ Բացի այդ դա մի լավ հնարավորություն է, որ դու քո հեռու մոտ բարեկամներին, ընկերներին, հարևաններին տեսնես, որովհետև հայկական ավանդույթի համաձայն բոլորը փորձում են շնորհավորել միմյանց, եւ այս առումով հարմար եւ լավ ժամանակ է, որպեսզի կիսվես քո հարազատների, բարեկամների, հարևանների, ընկերների հետ եւ ժամանակ ես ունենում մարդկանց հետ հետաքրքիր ժամանակը անցկացնել։ Ձմեռ պապիկին չեմ հավատում, բայց ձմեռ պապիկի ուղարկած նամակները ես մեծ սիրով կատարում եմ։ Այսինքն այն ինչ գրում են ձմեռ պապիկին, բնականաբար ես այդ նամակները մեկ-մեկ ընթերցում եմ եւ մեծ սիրով ձմեռ պապիկի դեր եմ կատարում նվերները ուղարկելու առումով։ Առաջին անգամ երբ գիտակցեցիք, որ ձմեռ պապիկ չկա։ Չեմ հիշում, ես անկեղծ ասած նման բան չեմ հիշում, բայց հիշում եմ փոքր տղայից, երբ որ հասկացա, որ ձմեռ պապ չկա, գոյություն չունի, ես հասկացա, թե երեխան ինչ ծանր տրամադրություն ունեցավ, անկեղծ ասած, ես չէի պատկերացնում, որ հնարավոր է, որ ինքը այդպես տխրի, որ ձմեռ պապը իրականում գոյություն չունի, եւ հետո ինչքան փորձեցինք համոզենք, որ կա գոնե այս մի տարին էլ անցնի հավատա, էլ չհավատաց, բայց այդ նոր տարին ամենատխուր նոր տարին էր իր համար երևի։ Եթե դուք չեք հավատում ձմեռ պապիկին, ապա ինչին եք հավատում կյանքում։
սուտ չի խոսում, ով չի ստում։ Ինչը չեք կարող ներել կյանքում։ Ինչը, երևի ստախոսությունը, դավաճանությունը։ Ինչն եք համարում դավաճանություն։ Դավաճանություն կարող է յուրաքանչյուրի նկատմամբ լինել։ Դավաճանություն կարող է լինել հայրենիքի նկատմամբ, ընկերոջ նկատմամբ, ընտանիքի նկատմամբ։ Մենք խոսեցինք ընտանիքից, որ բավական ժամանակ չեք տրամադրում։ Ձեր ընտանիքը, ձեր աշխատանքը հասկանում է։ Երբևէ չեն փորձում ձեզ թեկուզ նեղանալ ձեզնից, որ այդքան ժամանակ տրամադրում եք Ոչ թե հասկանում են, այլ ըմբռնումով են մոտենում ուղղակի, որովհետև պաշտոնը զբաղեցնելը պահանջում է, որպեսզի դու քո անձնական կյանքից կտրվես ինչ-որ չափով եւ նվիրվես աշխատանքին, որովհետև շատ մարդիկ քո աշխատանքի հետ մեծ հույս են կապ։ Լոռեցիներից շատերը ձեզ սիրում են, անկեղծ են սիրում։ Ո՞րն է գաղտնիքը։ Չեմ կարող ասել, դա երևի թե այն մարդիկ, ովքեր սիրում են, երևի պետք է իրենց հարցնեն, որովհետև ես չեմ կարող ասել։ Իրենք ավելի Միգուցե ունեք գաղտնիք, ուղղակի չեք բացահայտում։ Ավելի լավ կիմանան, թե ինչն է պատճառը։ Չունեք գաղտնիք։ Գաղտնիք չունեմ, որովհետև ես ասեցի, ես Մարդկանց շփման մեջ ամենակարևոր հատկանիշը, որ դուք համարում եք, որ պետք է լինի շփման հարաբերությունների մեջ։ Ամենակարևորը անկեղծություն։ Մարդ իր մարդկային շփումների մեջ պետք է լինի անկեղծ, պարզ, ազնիվ ու շիտակ։ Հիշենք ձեր երեխաների ծնունդը, դուք ասիք փոքր տղայի ձմեռ պապիկին չհավատալը։ Իսկ ոնց ինչ էմոցիաներով եք հիշում նրանց ծնունդը։ Քանի որ ես մի փոքր շուտ եմ ամուսնացել եւ իմ մեծ տղան արդեն 21 տարեկան է, իսկ փոքր է 19, բնականաբար երիտասարդ տարիներին տղա ունենալը դա յուրաքանչյուր հայ տղամարդու համար մեծ ուրախություն էր, ինչպես նաեւ ինձ համար, եւ ես իմ ընկերների հետ անկեղծ շատ լավ են ուրախացել եւ այդ օրը նաեւ ինչ-որ չափով լիցքաթափվել ենք ընկերներով։ Իսկ երկրորդի ծնունդը նույնը իհարկե։ Ես Աստծուն խնդրում էի, որ երկրորդն էլ պարտադիր տղա լինի։ Հիմա հասկանում եմ, որ տղան հայ ընտանիքում շատ կարեւոր է, բայց աղջիկն էլ պակաս կարեւոր չէ եւ հիմա էլ Աստծուն խնդրում եմ, որ գոնե աղջիկ թորնիկ ունենամ։ Որովհետև էլ մտադրություն չունեմ երեխա ունենալու, զուտ այդ պատճառով։ Իսկ կպատմեք ինչպես եք առաջին անգամ սիրահարվել ձեր կնոջ։ Ես չգիտեի, որ այս հաղորդման մեջ նման նաև խիստ անձնական հարցեր են լինելու, համենայն դեպս ես ու կինս առաջի դասարան միասին ենք գնացել եւ այնպես ստացվեց, որ մեր թաղամասում երկրորդ դպրոցը կառուցեցին եւ դասարանները պետք է բաժանվեն եւ երկրորդ դասարանից արդեն ինքը հաճախեց այլ դպրոց, նորակառույց դպրոց եւ մենք այդ տարիներից իրար ուղղակի որպես դասընկերներ ճանաչել ենք հիմա արդեն որպես ամուսիններ արդեն շուրջ 22 տարի միասին ապրում ենք։ Ձեր առաջին աշխատանքային օրը երբ որ արդեն պաշտոն ունեիք։ Հիշում եք։ Ոչ, երևի ոչ։ Ինչն է ձեր մոտ ավելի շատ տպավորվում, բարկացած ու լարված օրերը, թե լավ ու բարի օրերը աշխատանքի հետ կապված թեկուզ։ Ես մտածում եմ, որ բոլորի մոտ էլ ավելի շատ տպավորվում են լավ ու բարի օրերը։ Բայց ցավոք մեր կյանքում բարկացած, նյարդայնացած օրերը ավելի շատ են, քան լավ ու բարի օրերը։ Ինչպես եք հանգստանում։ Քնում եմ։ Ստացվում է։ Մի քիչ, մի քանի ժամ։ Առհասարակ աշխատանքից դուրս ինչով եք սիրում զբաղվել։ Ես կցանկանայի այդ հարցին պատասխանել ամեն ինչով, բայց ցավոք սրտի ժամանակս չի երիքում եւ փորձում եմ աշխատանքից դուրս հատկապես գարնանը եւ
ձմռանը մի փոքր ժամանակ գտնել եւ սպորտով զբաղվել, որովհետեւ ես երիտասարդ տարիներից դեռ դպրոցական հասակից զբաղվել եմ սպորտով, մինչև հիմա էլ սպորտը համարում եմ իմ հոբի։ Եթե խոսենք ձեր աշխատանքային գործունեությունից, լինում են պահեր, երբ դուք ուղղակի չեք ուզում աշխատել։ Ինձ թվում է բոլորի մոտ էլ կա այդ պահը, հատկապես իմ մոտ, եւ ես հաճախակի ինքս ինձ հարցնում եմ, թե իմաստ ունի արդյոք այս կյանքիդ լավագույն տարիները անցկացնես այսպես։ Բնականաբար պատասխանը երկակի է ուղղակի։ Մեկ հաշտվում եմ այդ մտքի հետ, որ ճիշտը սա է, երբ որ նյարդայնացած եմ լինում, բնականաբար ասում եմ, որ իմաստ չունի այսքան չարչարվել, աշխատել, ավելի լավ է անձնական կյանքով ապրել, մի փոքր անձնական բիզնեսով զբաղվել, համենայն դեպս դեռ իմ որոշումը մնում է առաջինի վրա եւ գործունեության։ Այո, ես դրա համար առայժմ այս պաշտոնում եմ։ Եթե հնարավորություն ունենայիք մեկ անգամ եւս ապրելու, ինչ կփոխեք ձեր կյանքում։ Երևի թե ոչինչ, որովհետև ես ինքս իմ անցած ճանապարհից այդքան էլ դժգոհ չեմ։ Ուղղակի շատ կարևոր է, որ մարդ այդ ճանապարհը ճիշտ անցնի։ Յուրաքանչյուր մարդ ունի իր մարաթոնը միջև ֆինիշ հասնելու։ Եվ ուղղակի այդ ճանապարհին պետք է դու ճիշտ ապրես, պետք է կարողանաս ճիշտ անցնես այդ ճանապարհը եւ երբ որ հետ նայես թե ինչ ճանապարհ ես կտրել անցել, այն ժամանակ դու կարող ես գնահատել արդյոք ճիշտ ես անցել, ճիշտ ես ապրել, թե սխալ ես ապրել, մի խոսքով երևի այդքան։ Երկու տղա ունեք ու ծառայել են։ Մեկը ծառայում է, մեկը ծառայում է, մյուսը ծառայում է։ Թույլ կտաք, որ ձեր ճանապարհը բռնեն։ Քաղաքական պաշտոն զբաղեցնեն։ Ոչ։ Ինչի։ Որովհետև այն ինչ ես զգում եմ ընտանիքիս հետ կապված զուտ ժամանակի առումով, ես որպես ծնող չեմ ցանկանա, որ իմ երեխաները նման ճանապարհ անցնեն, հատկապես քաղաքական պաշտոնները նկատի ունեմ, որովհետև նորից եմ կրկնում, քաղաքական պաշտոնում մի փոքր շատ ավելի դժվար է եւ ինչպես յուրաքանչյուր ծնող, այնպես էլ ես ուզում եմ, որ իմ երեխաները հեշտ ապրեն, թեթև ապրեն, աշխատանքով շատ ծանրաբեռնված չլինեն, բայց բնականաբար յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր ճանապարհը եւ ես համոզված եմ, որ իմ տղաները ուսումը ստանալուց անմիջապես հետո իրենք որոշում կկայացնեն, թե ինչ ճանապարհ են ընտրում։ Բայց ես ամեն ինչով խանգարելու են, որպեսզի քաղաքական պաշտոն չզբաղես։ Խիստ ծնող են։ Երբ որ ժամանակը հերիքում էր, այո, հիմա արդեն իրենք հասուն մարդիկ են եւ խիստ լինելու կարիքը նույնիսկ չկա, որովհետեւ արդեն մենք շատ թեմաներով ենք խոսում, կիսվում եւ ես զգում եմ, որ ինչքան շատ են մեծացել իմ երեխաները եւ անկեղծ ասած, երբ որ ես նշանակվեցի մարզպետ, առաջի անգամ իմ մեծ տղայի հետ շատ լուրջ խոսել ենք եւ ես այդ պահից հասկացա, որ իմ տղան իրոք մեծացել է, չափից դուրս եւ ինձ հարցրեց, որ չգիտեմ ուրախանամ թե տխրեմ, որ մարզպետի պաշտոն նշանակվել է։ Ասեցի ինչի։ Ասեց, որովհետև միջև մարզպետի պաշտոն նշանակվել է 7 տարի նաև համարյա 7 տարի Ալավերդու քաղաքապետն եմ եղել եւ իմ տղան ինձ ասեց, ես էլ ցանկություն ունեի մանկությունը լավ անցկացնելու, ոնց որ իմ դասընկերները, ես էլ եմ ուզում լիցքաթափվեմ, վազվզեմ, գոռամ, խաղամ, բայց երևի թե նաև իմ պաշտոնը նման բաներից հետ է պահել իմ
նաև տղաներին, ինչ-որ չափով, և ասեց, հիմա չգիտեմ արդեն մասպետի պաշտոնում ոնց եմ անցկացնելու և ոնց եմ ինձ դրսևորելու, անկեղծ ասած ինձ վրա դա շատ ազդեց, բնականաբար, և ես հասկացա, որ պաշտոնը ինչ-որ չափով նաև քո երեխաներին վնասում է հանցելուկ։ Այ խոսեցինք երեխաների երիտասարդ ու մանուկ տարիներից, ես խնդրում եմ ձեզ պատմեք, դուք սիրում եք Ալավերդին։ Շատ։ Դա բոլորը գիտեն։ Պատմեք ձեր պատանի տարիներից։ Բոլորն էլ իրենց ծննդավայրը սիրում են և պարտավոր են, որ սիրեն։ Ամենահետաքրքիր պատմությունը կամ ամենավառ։ Ես մինչև հիմա էլ ապրում եմ Ալավերդիում։ Բայց եթե հետ գնանք, տարիներ հետ գնանք։ Եթե հետ գնանք, բուռն երիտասարդություն եմ ապրել, շատ ակտիվ, սկսած դպրոցից մինչև իմ երիտասարդ տարիները, չնայած հիմա էլ ես ինձ համարում եմ երիտասարդ։ Չէ, զուտ պատանի տարիների մասին ենք խոսում։ Պատանի տարիներից ուրեմն մի դեպք պատմեմ, եթե պատանի ուրեմն դպրոցական, ուրեմն շատ կռվարար եմ եղել դպրոցում, բայց անտեղի ոչ մի անգամ կռիվներ չեմ արել բնականաբար, մի անգամ մայրս դպրոցներում հաճախակի նաև ծնողական ժողովներ էին հրավիրում և ծնողները բացի կրթության, որակի, մակարդակի մասին խոսելուց նաև վարքից էին խոսում։ Բնականաբար իմ դասղեկը այդ անգամ մորս ասել էր, որ եթե սովորել է չլինի, դպրոցում պահելու տղա չի։ Նու ինչուն արդեն վարքս այդքան էլ լավը չի եղել և հաճախակի, որ կռիվներ էի անում, դրա համար երևի թե մայրս հուզված եկավ, փորձում էր ինչ-որ բան ասել, բայց երևի թե բան չփոխվեց, ասեմ։ Եթե ժամանակը հետ տայինք, ինչ կասեիք նույն մամային, ծնողներին, որ չեք ասել։ Ժամանակը ուզում է հետ տանք, ուզում է առաջ տանք, ծնողներին բացի շնորհակալությունը ուրիշ ոչինչ պիտի չհայտնես։ Հա? Այո։ Ձեր պաշտոններից ձեր մաման շատ է տուժվել։ Ահագի։ Երևի իր հետ էլ ժամանակ չի եղել շատ շփվել։ Այո, բայց այդ առումով ես մի քիչ էգոիստ եմ, եթե նույնիսկ երեխաներիս հետ ժամանակը մի փոքր չի երիքում, աշխատում եմ ամեն ինչ անեմ, որ իմ ծնողի հետ, այսինքն մորս հետ գոնե կարողանամ մի քանի րոպե անպայման ժամանակ անցկացնել, շատ լավ գիտակցելով, որ ինքը դրանից լավ է զգում։ Իսկ էլ ինչ առումով եք էգոիստ։ Յուրաքանչյուր մարդ ինչ-որ էգոիստություն իր մեջ բնականաբար ունի և անկեղծ չեմ կարող ասել էլ ինչ առումով։ Երևի կողքից ավելի լավ կնկատվի, քան ես եմ։ Ձեզ դիվանագետ համարում եք։ Դե եթե դիվանագետ համարեի, նայած թե ինչ առումով եք ասում, դիվանագետ կաշխատեի, բայց եթե հարաբերությունների մեջի նկատի ունեք, բնականաբար յուրաքանչյուր մարդ իր հարաբերությունների մեջ ինչ-որ չափով ըստ իրեն, ինքը իրեն դիվանագետ է համարում, թե դիմացինը համարում է թե ոչ, դա արդեն հարցի մյուս կողմն է։ Հաջողությունների համար ինչ եք կորցրել, ինչ գին եք վճարել։ Ժամանակ, աշխարհի ամենաթանկ բանը ժամանակն է և որը աննկատ գալիս անցնում է։ Միակ բանը, որ կորցրել ենք ժամանակն է։ Ինչ բարեմաղթանք կունենաք մեր լորեցի հեռուստադիտողներին, ինչ կասեք այս ամանորի օրը։ Առիթից օգտվեմ և մեր լորեցիներին ի սրտե շնորհավոր եմ ամանորը, որովհետև ամանորը ընտանեկան տոն է հիմնականում և ես բոլորին ընտանեկան երջանկություն եմ ցանկանում։ Ուզում եմ, որ ավելի լավ ու բարեկեցիկ կյանքով ապրեն, ուզում եմ, որ ցանկացած լորեցի կյանքում իր տեղը գտնի և գնահատված լինի բոլորիս կողմից։ Շնորհավոր։
Մեր հյուրն էր Արթուր Նալբանդյանը։ Հաղորդման գործընկերներն են Արբաթ կահույքի խանութսրահը շնորհավորում է Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ եւ սահմանել է ամենամատչելի գները իր ողջ տեսականու համար։ Գնեք ննջասենյակի, հյուրասենյակի, խոհանոցի, ցանկացած աշխատասենյակի եւ տարածքի համար կահույք մեր սրահից եւ տնտեսեք ձեր գումարը։ Ընդունվում են նաեւ պատվերներ, չափագրումը անվճար է, ինչպես նաեւ գործում է ապարիկ վաճառք 0% կանխավճարով, անձնագրով եւ սոցիալական քարտով, 2 տարի մարման ժամկետով։ Արբաթ կահույքի խանութսրահ, ՀՍՑ Տիգրան Մեծիություն Հանրախանութի հարևանությամբ։ Օպտիմում ստոմատոլոգիական կլինիկա, փորձառու եւ բազմաթիվ վերապատրաստումներ անցած, այդ թվում Եվրոպայում մասնագետներ, հագեցած է ժամանակակից տեխնիկայով։ Առաջարկում ենք մեր ծառայությունները. իմպլանտացիա, իմպլանտատի տեղադրում անհրաժեշտության դեպքում վերականգնվում է նաեւ չբավականացնող ոսկրային հյուսվածքը, իմպլանտացիա բացակայող 1 ատամի վերականգնման նպատակով առանց հարևան ատամները մշակելու, իմպլանտացիա բազմակի ատամների բացակայության դեպքում, իմպլանտացիա all-on-4 մեթոդով, ստորին եւ վերին ատամնաշարերի անշարժ կամուրջներով վերականգնում 4 իմպլանտատների վրա, մինի իմպլանտատների տեղադրում, որը հնարավորություն կտա ամրացնել ձեր շարժական պրոթեզները։ Օրթոդոնտիա, ցանկացած բարդության ատամների շեղումների ուղղում առանց տարիքային սահմանափակման, կիրառվում է միայն ժամանակակից բրեկետ համակարգեր, որոնցից են կերամիկական եւ մետաղական բրեկետներ, ինքնալիգատուրվող բրեկետներ, լեզվային բրեկետներ, անհրաժեշտության դեպքում կիրառվում են շարժական սարքեր։ Օպտիմում, ձեր գեղեցիկ ժպիտը մեր նպատակն է։